եղել էին այնպիսիք 6 հոգի եւ հետո ավելացավ եւս 1 հոգի, ով ստացել էր իր պատիժը նրանցից։ Խնդրում էին միասին համազգային աղոթք։ Ձեր աստվածները սենց պտի կանգնեն նայեն, ինչա կատարվում։ Մեր փոխարեն պիտի գան նրանք ներողություն փողոցները մաքրեն։ Նման մարդուն դուք որևիցե օգնություն ցույց կտաք։ Ուրեմն Ռուսաստանը մեզ օգնի, Ամերիկան օգնի, բոլորն օգնեն, իսկ մենք վեր ենք մեզ, մինչև մենք չանենք, բացառվում է, որ նրանք մեզ օգնություն ցուցաբերեն։ Այդ թեմայով մենք ուզում ենք մի շատ հետաքրքիր բացահայտում անել։ Նարեկացու աջակցության պոեմը բոլոր ժամանակների ամենանշանավոր ստեղծագործություններից մեկն է։ Բոլոր օրենքները պետք է գրված լինեն այս տիեզերական կանոնների սահմաններում։ Իդեպ թունավորվել է Նարեկացին իր մահով, դա ստույգ արզել ենք։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաներին, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հաղորդումները դիտողների մոտ 75%-ը բաժանորդագրված չէ մեր ալիքին։ Մինչ դուք բաժանորդագրվում եք, ես մեծ սիրով ներկայացնում եմ մեր հյուրերին՝ տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Գոհար Գրիգորյան, Լիլիթ Մարգարյան։ Բարև ձեզ, հարգանքներս։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Շատ լավ։ Ինչպիսի արձագանքներ կան արդեն 3 հաղորդումներից հետո։ Ամենաառաջի հերթին կուզեմ մի շատ ուրախալի արձագանքի մասին խոսել։ Անցած անգամ մենք հաղորդեցինք, հայտարարեցինք, որ մենք ունենք ֆինանսական աջակցության կարիք։ Եվ արձագանքը ճուշացավ, անչափ շնորհակալ ենք մեր հետևորդներին, անչափ շնորհակալ ենք նրանց աջակցության համար, նրանց փոքրիկ լումայի ներդրման համար եւ ակնկալում ենք մնացածներից նույնպես որոշակի օգնություն, որովհետեւ առանց ձեզ մեր հարգելի ընկերներ չենք կարող մենք իսկապես սա չի կարող այս ամենը շարունակական լինել, ինչ որ մի կետի անպայման կանգ կառնի, իսկ մենք մի այնպիսի գործ ենք վերցրել մեր ուսերին, որ պետք է բոլորս միասին մեր հնարավորությունների ներածի սահմանով, մեր ներդրումներով կարողանանք հասնել մեր նպատակին, այնպես որ ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը։ Ես հիշեցնեմ, որ կա հաշվի համար, կարող են նաև ձեզ անձամբ զանգահարել, ճիշտ է։ Այո, այո։ Բարեկամներ նշեմ, որ այս տեսանյութի նկարագրության բաժնում կարող եք գտնել թե հաշվի համարը, թե մեր հարգարժան հյուրերի հեռախոսահամարները, թե անձնական էջերը, բազմաթիվ են կոմունիկացիոն միջոցները, ձեր աջակցությունը, ձեր ֆինանսական օգնությունը ունենալու այս հաղորդման կայացման գործում։ Անցնենք առաջ։ Անցնենք առաջ։ Հարցերը ինչի մասին են, ես նայում եմ 1000-ից ավել մեկնաբանություն, ընդամենը 3-րդ հաղորդումից հետո։ Այո, նախքան բուն թեմային անցնելը, ես կուզեի անդրադառնալ նախ այն բոլոր վատ մեկնաբանություններին, որոնք որ թողել են մեր հայրենակիցները։ Ես դրանք նույնիսկ մեկնաբանություն չէի համարի։ Չեն զլացել եւ իրենց գլխավոր խոսքն են ասել մեր մեկնաբանությունների բաժնում։ Հարգելի հայրենակիցներ, նախ որպեսզի, այսինքն մենք այստեղից նաեւ հասկանում ենք նրանց դաստիարակության աստիճանը։ Նախ պետք է խոսեմ այստեղից։ Եվ որպեսզի նրանց հասկանալի լինի եւ ըմբռնելի, ստիպված եմ խոսել այն բառապաշարով, որ իրենք են խոսել։ Այսինքն ես ձեզ եմ վերադարձնում ձեր իսկ բառապաշարով, ձեր իսկ ցանկությունները եւ չակերտավոր ասված մաղթանքները։ Եվ ուզում եմ այստեղ մեկ անգամ եւս հիշեցնել բոլորին, որ այն ինչ որ դուք ասում եք, այն ինչ որ դուք ուղում եք, դա միայն մեզ չի վերաբերվում, դուք շատ լավ գիտեք, թե ովքեր են կանգնած մեր ետևում, ինչ ուժեր են կանգնած մեր ետևում, մեր դիցերը եւ երկնային տերերն են կանգնած մեր ետևում։ Այստեղից հետևություն, որ ձեր խոսքը նաեւ վերաբերվում է նրանց։ Իսկ նման անտեղի մեկնաբանությունները ինչ խոսք անպատիժ չեն մնալու։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել մի բան, որ անցած հաղորդման ընթացքում մենք մոռացանք այդ մասին ասել, տեղեկացնել ձեզ,
այն մարդիկ, ովքեր խնդրանքով, դիմումով դիմել էին մեր երկնային տերերին եւ ստացել էին իրենց աջակցությունը, նաեւ եղել էին այնպիսիք 6 հոգի եւ հետո ավելացավ եւս 1 հոգի, ով ստացել էր իր պատիժը նրանցից։ Եվ ասեմ ձեզ, որ դա մենք չենք որոշում, այլ դուք ինքներդ ձեր արարքներով արժանանում եք դրան եւ նրանք էլ ձեր արժանին վերադարձրել են ձեզ։ Այլ բան ակնկալել չէր կարելի, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր մեր մարդկության 87%-ը 20%-ից ցածր մարդկային արժեք ունի։ Իհարկե, այս փաստը շատ ցավալի է բոլորիս համար, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես իդերում եմ կներեք ձեր ասացի, նշեմ, որ ուղղակի կարգելափակվեն այն մեկնաբանությունները, որոնք իրենց մեջ կպարունակեն հայոյան եւ փողոցային բառապաշար։ Մի լրացում կուզենայի անել, դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նոր կմիանան այս ալիքին, այս շարքը չեն տեսել նախորդ մեր տեսանյութերը, քանի որ դրանք բոլորը մեկը մյուսին լրացնող են, ես ձեզ կխնդրեմ այնուամենայնիվ ժամանակ տրամադրել եւ նայել բոլոր նախորդ 3 տեսանյութերը։ Եթե դուք նայեք միանգամից 4-րդը, ձեզ համար ամեն ինչ անհասկանալի է մնալու հիմնականում։ Դա չի լինի հավատացեք ձեր կյանքի ժամանակի վատնումը, դա կլինի շատ կարևոր ներդրում ձեր իսկ կյանքում, որպեսզի ամբողջական, ես չեմ ասում լիարժեք պատկերացում, ամբողջական պատկերացում կազմեք, ինչի մասին է խոսքը։ Լիարժեքից մենք ինքներս դեռ շատ հեռու ենք, մենք ստանում ենք այս ամբողջ տիեզերական փազլի առանձին հատվածներ, որոնք եւ ցնցող բացահայտումներ են ինքնին, բայց ամբողջական մի փոքր սթափ adekvat պատկերացում կազմելու համար ես ձեզ նորից խնդրում եմ նայել բոլոր տեսանյութերը առաջինից սկսած։ Իդեպ այդ տեսանյութերը կան մեր YouTube-յան ալիքում եւ շատ հեշտությամբ կարող եք դրանք գտնել։ Մենք ունենք այսօր ամեն հաղորդման ունենք հստակ սահմանված օրակարգ իրենց հարցերով, կխնդրեմ միանգամից անցնել դրանց, արգելի Գոհար, համեցեք, ինչ են մարդիկ ըստ էության խնդրում հավաքական առումով։ Հավաքական առումով ամենաառաջինը առաջին իսկ հաղորդման ընթացքում հենց գրված էր առաջին հենց մեկնաբանություններում խնդրում էին միասին համազգային աղոթք մեր հայերի համար, մեր հայ ազգի համար։ Եվ հաշվի առնելով այս փաստը, մենք ինքներս էլ խորհրդակցելով մեր դիցերի հետ, եւ նրանք էլ մեզ ասեցին, որ այո, ճիշտ խնդրանք դիմումի դեպքում այդ ամենը ընդունելի կլինի երկնային տերերի կողմից, եւ նրանք ընդառաջ կգան ձեզ, անպայման կօգնեն ձեզ, եւ մենք որոշում կայացրեցինք, որ իրականացնենք այս շատ կարեւոր քայլը մեր հայ ազգի համար։ Այնպես որ մենք նախատեսում ենք համազգային աղոթքի օր, մեկը կլինի երեքշաբթի օրը առավոտյան ժամը 8-ին, այն Երևանի ժամանակով բոլոր երկրներից, ովքեր որ կմիանան, քանի որ սա համազգային աղոթք է, չենք ձեր տվյալ երկրի ժամանակով չէ, բոլորս պետք է այդ ժամին միանանք, դա կլինի Երևանի ժամանակով առավոտյան ժամը 8-ը։ Իսկ այն մարդիկ, ովքեր չեն հասցնի մինչ այդ նայել հաղորդումը, երկրորդ աղոթքը, խնդրանք դիմումը ավելի շուտ կկրկնենք 5 շաբթի օրը առավոտյան նույնպես Երևանի ժամանակով ժամը 8-ին։ Ամսաթվով խնդրում եմ նշեք, ամսի 29-ին երեքշաբթի Երևանի ժամանակով առավոտյան 8-ին առաջին խնդրանք դիմումն է համազգային։ Այո, ամսի 29-ին։ Եվ ովքեր չեն հասցնի, երկրորդը կլինի ամսի 31-ին, 5 շաբթի օրը դարձյալ առավոտյան ժամը 8-ին։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 գրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Սա ուղղված է նաև այն մարդկանց, ուզում եմ անպայման շեշտել այս մասին, ովքեր մեկնաբանություններում կամ անձնական շփումների մեջ իրենց թույլ են տալիս այսպիսի արտահայտություններ, բա այդ ձեր աստվածները սենց պետք է կանգնեն նայեն, ինչա կատարվում։
թանկագիններս Աստվածներ բառից աստիճանաբար նախ եկեք հրաժարվենք, նրանք դիցեր են։ Այսօր լիարժեք պարզ կլինի ինչու ոչ Աստված, այլ դից։ Եվ ամենակարևորը, եթե դուք մերժում եք նրանց, եթե դուք այդ կիսաառհամարական ինչ-որ հեգնական տոնով խոսում եք նրանց մասին, եթե դուք 2000 տարի խնդրում եք մեկին, որը ձեր ոչ մի ինչ-որ լուրջ խնդրանքին չի արձագանքել, համազգային մակարդակով առնվազն, ինչ եք ակնկալում, մեր փոխարեն պիտի գան նրանք ներողություն փողոցները մաքրեն, եթե մենք մեզ դրել ենք պատասխանատվությունից դուրս ու պահանջողի դերում ենք հանդես գալիս, որևէ երազանք չփայփայեք, որ մենք որևէ բանի պիտի արժանանանք։ Խոսքս այն մարդկանց է վերաբերվում, ովքեր առանց հույս ունեմ, առանց գիտակցելու նման արտահայտություններ են անում։ Եվ ամենահետաքրքիրը որն է, որ ասում են, ինչու այսքան ես ուզում եմ այդ հարցը հենց իրենց տալ։ Եթե ինչ որ մեկը ձեզ տեսնել չուզենա, եթե ինչ որ մեկը ձեզ մերժի, երբ որ դուք ուզում եք ինչ որ մեկին շրջվել, նա ձեր գոյությունը անգամ չուզենա, եւ հələ դա բավական էլ չէ, մի հատ էլ ասի չաստվածներ։ Նման մարդուն դուք որևիցե օգնություն ցույց կտաք։ Իրեն քրիստոնյա են ցույց կտա։ Լավ, քրիստոնյա են։ Այսքան ժամանակ, ասում են, ինչի 44-օրյայի ժամանակ, ինչի գենոցիդի ժամանակ, ինչի եւ այլն մեր բոլոր այս աղետների ժամանակ նրանք դուք դիմել եք։ Իսկ դուք երբ դիմեցիք դրան։ Լավ, հələ մեկ այլ հարց։ Այդքան ժամանակ, որ բոլորը դիմեցիք Քրիստոսին, իսկ հարց, իսկ ինչի նա ձեզ չօգնեց։ Պատասխանը շատ ակնհայտ է։ Նախ պետք է նման անունով մարդ գոյություն ունենար, որպեսզի ձեզ օգներ։ Առաջին հերթին։ Եկեք չչարաշահենք մարդկանց համբերությունն ու հասկանանք ի վերջո։ Չէ, սա իրականությունն է, սա չարաշահել չի, եթե մարդիկ նման բան են ասում։ Գիտեք, կա մի պարզ ճշմարտություն, ով ուզում է լինի, Քրիստոս, Դից, Աստված, կիս Աստված, թե մեկ այլ մեկը, կռվողին ու պայքարողին են օգնում, ոչ թե բազմոցին, բազմածին։ Ախոս, այո, իսկ մենք ոչինչ չենք ուզում անենք, ուզում ենք, որ նրանք մեր փոխարեն ամեն ինչ անեն։ Ուզում են Ռուսաստանը մեզ օգնի, Ամերիկան օգնի, բոլորն օգնեն, իսկ մենք վերընկնենք ու չպայքարենք։ Մինչև մենք չանենք, բացառվում է, որ նրանք մեզ օգնություն ցուցաբերեն։ Իրենք ասում են, դուք արեք մեկը, մենք կանենք 1000-ը, դուք շրջվեք մեզ, դիմեք մեզ, ճանաչեք մեզ, ոչ մենք ենք հրաժարվել նրանցից։ Դիմեք մեզ, մենք էլ ձեզ օգնենք։ Դա հարցի ուծև կարևոր, բայց այլ կողմն է։ Իսկ եթե մենք մեր գերագույնով հանդերձ ասում ենք, դե այս երկու ձան համար բան կռիվ տանք։ Եկեք հանգստով են գերագույններին, որովհետև նրանք այլ նպատակով են նստած իրենց աթոռներին։ Բայց մենք որպես ազգ, որպես տեսակ, որը ոչնչացման եզրին է, մենք ունենք բարոյական իրավունք արհամարելու, մերժելու եւ պահանջելու։ Իհարկե ոչ եւ ումից։ Այն դեպքում, երբ որ կրկնում եմ, հիշեցնում եմ, այս մարդիկ, այս տերտիրուհիները եւ դիցերը 19 քաղաքակրթություն են ոչնչացրել։ Իրենց կամքով է դա ոչնչացել։ Ինքնաոչնչացում է եղել թե ոչ, նրանք փաստորեն չեն կանխել այդ ոչնչացումը, առնվազն։ Եկեք հասկանանք ովքեր են նրանք։ Դիցերը։ Ես ուզում եմ առավել արդյունավետ ժամանակ օգտագործենք, համեցեք։ Այսօր այդ թեմայով մենք ուզում ենք մի շատ հետաքրքիր բացահայտում անել։ Մի քանի։ Այո, մի քանի բացահայտում, բայց ամեն ինչ սկսվում է այստեղից։ Մենք բոլորս այսպես թե այնպես ինչ որ մի կերպ առնչվել ենք նրանց հետ։ Այս որ բոլորն ասում են թե նրանք չկան, նրանք վերացան, նրանք ուր գնացին, հոթը չցնդեցին, այդ մարդիկ կան, գոյություն ունեն, այսօր էլ ապրում են։ Պարզապես տվյալ պահին նրանք աննկատ են մեզ համար։ Բայց եղել են պահեր, որ մենք առնչվել ենք նրանց հետ, այ հիմա երբ որ ես կասեմ, շատերը կհասկանան, որ իրոք նրանք ինչ որ մի առնչություն ունեցել են նրանց հետ։ Նրանք շատ ժամանակ այստեղ հանդես են գալիս դիմակներով, հանդես են գալիս այլ տեսքով, հանդես են գալիս սկաֆանդրներով, հանդես են գալիս իրենց, բնականաբար իրենք էլ իրենց մեքենաները ունեն, փոխադրող միջոցները, ինչով որ գալիս են մեր երկիր մոլորակ, հա,
ու շատերը տեսնում են նրանց եւ նույնիսկ անգամ չեն հասկանում, թե ում մասին է խոսքը։ Այո, մենք խոսում ենք ժողովրդի մեջ շատ տարածված, տարածում գտած այլ մոլորակայինների մասին։ Ահա թե ինչ։ Այո։ Ես ուզում եմ եւ թռչող ափսեների մասին։ Ես ուզում եմ այստեղ մի շատ կարևոր բացահայտում անել։ Հարգելի հայրենակիցներ, այսպես կոչված այլ մոլորակայինները, որ մենք նրանց այդպես անվանում ենք, իրականում սխալ է նրանց այդպես անվանելը։ Նրանցում այդ ափսեներում, որ գալիս են այդ սարքավորումներում, մեքենաներում, մեր շատ սիրելի հարգարժան դիցերն են, որոնք գալիս են այստեղ մեզ օգնություն ցուցաբերելու համար եւ երբեմն էլ մեր երկնային եւ երկրային տեր տիրուհիները, առանց որոնց անհնար էր որ գոյություն ունենար մեր մոլորակը եւ առհասարակ կյանքը, նրանք ամենուր են, նրանք ամեն ինչում են մեզ օգնում, նրանց գործունեության ոլորտները, նույնիսկ ես մի շատ կարևոր բան ասեմ, նրանք մեկ անգամ ասեցին եւ ցույց տվեցին, թե ինչպես են իրենք մշակում մեր բերքը, մեր բարիքը, եթե ասում են թողնենք այս ամենը ձեր մշակման վրա, ինչ քիմիաներ որ դուք եք տալիս այդ բերքին, անպայման դուք դրանից մի տարում կվերանաք շատ արագ, այսինքն նրանք են նույնիսկ այդ մեր տված քիմիաներից հետո, որովհետև մենք կորցրել ենք այդ գիտությունները, ինչպես է պետք մշակել բերքն ու բարիքը, որպեսզի կարողանանք օգտվել դրանցից։ Մեզանից հետո նրանք վերամշակում են մեր բերք բարիքը, որպեսզի մենք կարողանանք սնվել։ Ինչ են ասում են, եթե մենք չմշակենք, կամ դուք հենց ձեր տված քիմիայից դուք կմահանաք, կամ էլ եթե դուք չանեք դա, որդերը, միջատները եւ այլն նրանք կուտեն, նույնիսկ ձեզ ոչինչ չի հասնի դրանից։ Այնպես որ այդ սարքավորումներում մեր հարգարժան դիցերն են, մեր երկնային տեր տիրուհիները։ Ովքեր են դիցերը։ Դիցերը Սուրբ Սրբոց երկնային տեր տիրուհիների սերունդներն են, եւ առաջին սերունդները եւ երկրորդ, երրորդ բոլորը։ Եվ մինչև հիմա նրանք ծնվում են նորից ըստ անհրաժեշտության։ Դիցերի իսկական թիվը տիեզերքում 1,381,000-ից ավելի է։ Վերջին թիվը պարզապես այս բանը չեմ հիշում։ Այո։ Այդքան դից տիեզերքում։ Այո։ Իհարկե, իսկ ինչու ոչ։ Սա իսկապես Չէ՞ որ նրանք միայն երկրի վրա չի որ ապրում են, նրանց հիմնական նստավայրերը մենք արդեն նշել ենք, որ համաստեղություններն են։ Հա, տարբեր։ Ցուլի, Օրիոնի եւ Խոյի համաստեղությունում ապրում են Սուրբ Սրբոց Արամազդի սերունդները, ինքը հենց Ցուլում է ապրում տիրուհիների հետ։ Իսկ հակառակորդ կողմը ապրում է Կարապի համաստեղությունում։ Իսկ Արարիչը դրանք մոլորակներ են։ Ոչ, դրանք համաստեղություններ են, նրանցից յուրաքանչյուրում բնակեցված է մեկ մոլորակ։ Երկրագնդի չափ կամ մի փոքր մոլորակում են դիցերը։ Այո, իրենք ապրում են այդ մոլորակներում։ Մերպես են արտակնապես։ Այո, մենք ենք իրենց պես էլի։ Ուղղակի կատարյալ են նրանք։ Եվ բացի այդ, նրանք նաև այստեղ են, ամենուր են, ամեն ուրեք։ Բոլոր մարդաշատ վայրերում, բոլոր։ Հիմա վստահ եմ, ինձ այդ հազարավորները կմեռնեմ այս հարցը չտամ։ Դուք շփվել եք, տեսել եք։ Ասեմ, նրանք այնպես չեն ներկայանում, որ դուք անմիջապես ճանաչեք։ Չէ, ձերը ուրիշ։ Անձամբ ես չէ, բայց իրենք շատ։ Գուցե ես տեսել եմ, իրենք ինձ չեն ցույց տալիս, որ այդ իրենք։ Գոհարը շատ խորհրդավոր ժպտաց։ Գոհարը շատ է տեսել, որովհետև։ Չէ, իսկապես հետաքրքիր է։ Այդ մասին ես չէի ուզել խոսել այս պահին, իհարկե տեսել եմ։ Այսպես։ Տեսել եմ, այո, այսպես տեսել եմ, բայց այդ մասին չէի ուզել ես խոսել։ Կարող են ներկայանալ 8 տարեկանից մեծ ցանկացած մարդու արտաքինով, ձեր հարևանի, ձեր բարեկամի, ձեր ընտանիքի անդամի արտաքինով։ Կարող ի վիճակի են իրենց իրական չափսերը 5.5-ից 6 մետր են, բայց նրանք ի վիճակի են նրանք ընդունելու 8 տարեկան երեխայի չափսից մինչև 55 մետր հասակ։ Դա արվում է նրանց գիտությունների շնորհիվ։
նրանք կարող են ներկայանալ ցանկացած մարդու արտաքինով։ Ինչու համար է դա արվում։ Ասենք օրինակի համար, մեկ օրինակ էստեղ ես բերեմ, մի հարց կա, ենթադրենք ձեր ընտանիքում, որ այսինքն ձեր անձնական կյանքում, որ պետք է այդ հարցը լուծվի ձեր համար, եւ դուք ոչ մի ձև դրա լուծումը չեք կարողանում գտնել։ Բայց որը շատ կարևոր է եւ նրանց միջամտության կարիքը կա այստեղ։ Նա կարող է ձեր տիկնոջ տեսքով ձեր տանը գա ու շատ միամիտ կերպով ուղղակի ձեզ հուշի։ Այ կարելի է նաեւ այս հարցին այսպես վերաբերվել, ինչ ես կարծում։ Ու մարդու մտքով անցնի, որ այո, իսկ ինչի՞ չէ, բայց դա շատ լավ լուծում էր։ Այսինքն նրանք ամենատարբեր բնագավառներում, ամենատարբեր միջամտություններն են անում մեր կյանքերի համար։ Իսկ հիվանդանոցներում հատկապես մեր բոլոր հայրենակիցները, ովքեր որ միջին վարկանիշ ունեցող հայրենակիցների մասին եմ խոսում, քանի որ բարձր վարկանիշ ունեցողները անմիջապես նրանց հսկողության տակ են, հիվանդանոցում կլինեն, թե տունը կլինեն, դա կարևոր չի, բայց այն մնացածին, որպեսզի անհրաժեշտ բժշկական օգնությունները ճիշտ ցուցաբերվեն, գոյություն ունեն մեր հիվանդանոցները։ Իդեպ դա էլ նրանց մտածածն է, այդ համակարգը, որպեսզի այնտեղ ավելի հեշտ է մարդկանց հետազոտություններն անել, միջամտություններն անել, վիրահատություններն անել եւ ըստ արժանավույնս օգնություն ցուցաբերել մարդկանց։ Բայց ստեղ էլ լիքը հարցեր կա։ Ժողովրդի մեջ տարածված կարծիք, դուք էլ վստահ եմ գիտեք, որ Աստված լավերին է տանում, բա ինչու տենց է տեղ։ Նման բան գոյություն չունի, ամեն մեկն ունի իր ժամանակը, իր անելիքը։ Բայց իրոք լուսավոր դեմքեր կան, որ լիքը չես հասկանում, լավ, բա ինչու է այստեղ են դժբախտ պատահարից, չգիտեմ, գիտեք, մենք չենք կարող այդ հարցերը լուծել։ Մի վարքյան Չէ ուզենա ծանրանալ, կներեք, ուղղակի սա տարածված բան է։ Շատ կարևոր միտք պետք է ասել։ Այնուամենայնիվ կարող են լինել այնուամենայնիվ չնախատեսված, չծրագրված մահեր, բացառիկ դեպքերում լինում են։ Այստեղ հրաշք չկա։ Այս փաստն էլ է օգնում, որ մենք մի քիչ գիտակցական վերաբերմունք այս ամենին ցույցաբերենք։ Այո, քանի որ նրանք սահմանափակ քանակ ունեն, թիվ ունեն, կարող է եւ ինչ որ պահի չհասցնեն ինչ որտեղ մեկին փրկել։ Այո, դա հնարավոր է։ Ոչ ոք դա չի կարող։ Եթե որևէ մեկը ձեզ կասի, որևէ ուժ կա, որը բացարձակ ամեն ինչ իդեալականանում է, ոչ։ Քանակը նրանք լարված աշխատում են գիշեր-ցերեկ մեր անվտանգության համար, մեր փրկության համար, բայց բացառիկ դեպքեր լինում են։ Հասկացա։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex.Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 գրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Մենք երբեմն ականատես ենք լինում, չէ՞, մեր կյանքում եւ հաճախակի, որ ինչ որ մեկի պարագայում տեղի ունեցավ հրաշք, նույն հիվանդությամբ, ասենք օրինակ չարորակ ուռուցք, որ անհնար է, որ այս մարդը կարողանա ապրի, մեկի պարագայում նույն հիվանդությամբ տեղի ունեցավ հրաշք, նա ապրեց, իսկ մյուսի պարագայում ոչ, նա չապրեց։ Բնականաբար այդ հրաշքը, որ տեղի ունեցավ, հենց այնպես չէր։ Մեր դիցերի միջամտությունն էր, որովհետև տվյալ անձնավորությունը բարձր վարկանիշ ուներ, արժանի էր ապրելու եւ ուներ կարևոր անելիք իր կյանքում։ Այդտեղ պետք է չընդհատվեր նրա կյանքը, չնայած նրան, որ բոլոր այդ հիվանդությունները մենք ձեռք ենք բերում մեր սխալ սննդակարգի արդյունքում։ Հաշվի առնելով այդ փաստը, իհարկե կան նաեւ հիվանդություններ, որոնք որպես պատիժ են մարդկանց, բայց նաեւ մեծամասնությունը, այո, կարմա, եւ մեծամասնությունը մեր սխալ սննդակարգի պատճառով այդ մարդը մեղավոր չի, մեղավոր է ինչ որ միտեղից գալիս է այդ մեղավորությունը, բայց տվյալ պահին, որ հայտնվել է այդ վիճակում իր սխալ ապրելակերպի պատճառով, նրանք ըմբռնումով են մոտենում եւ վերականգնում են տվյալ անձնավորության առողջությունը։ Դիցերը բոլորին են օգնում։ Ոչ։ Դիցերը կատարում են իրենց ծրագիրը։ Ընդհանուր արարչական ծրագրի մի մասն է կազմում դիցերի անելիքը։ Նրանք իրենց անելիքն են անում։ Ես ընդհանրապես նախ հիշենք, որ միայն մեր դիցերը չեն, հակառակորդ կողմը նույնպես ունի դիցեր, որոնք իրենց գործն են անում, որը հակառակ
գործառույթն է, ավելի շուտ խանգարելու եւ վնասելու կոնկրետ մեզ վնասելու նպատակով։ Իսկ ընդհանուր առմամբ դիցերը, ինչպես Գոհարի ասածից կարող ենք եզրակացնել, օգնում են նախ եւ առաջ բարձր վարկանիշով մարդկանց եւ այն մարդկանց, ովքեր ընդհանուր ծրագրի մեջ կարևոր անելիք ունեն։ Նույնիսկ մարդը կարող է ունենալ ցածր վարկանիշ, բայց իր նախորդ կյանքերում կուտակած կոնկրետ ոլորտում ինչ որ փորձ համընդհանուր նշանակություն ունեցող կարևոր փորձ ունի, որը անհրաժեշտ է, բոլորի համար է կարևոր դա։ Նրան կարող են օգնել։ Նույնիսկ ցածր վարկանիշի պարագայում։ Սա մի հատ շատ բարդ process է։ Գեր նպատակը, գեր խնդիրը մեծ ծրագրից շեղում չտալն է։ Այդ մեծ ծրագրի մեջ քանի ենթածրագրեր կան, սկսած մեզնից մինչև Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիները, այդ մասին էլի կարող ենք անդրադառնալ, շարունակել։ Ես ներողություն հիշում եմ նաև տեսա մեկնաբանություններում մեր նախնական զրույցում էլ նշեցիք, որ մեծ անդրադարձ է եղել մարդկանց կողմից Նարեկացու Մատյանին, որ սա բուժիչ գիրք է եղել միջնադարում, ոսկեդարում։ Ստեղ քրիստոնեության ու Նարեկի միջև հակասություն, թե հակառակը, ինչ կարող եք ասել այս մասին։ Նախ սկսենք նրանից, որ Նարեկացու Մատյան ողբերգության պոեմը բոլոր ժամանակների, բոլոր քաղաքակրթությունների ամենանշանավոր ստեղծագործություններից մեկն է։ Վերմարտկային թռիչք։ Վերմարտկային, որովհետև իր հատկություններով, իր գեղեցկությամբ, իր բոլոր արժանինքներով, իր բուժիչ հատկությամբ այդ թվում, նա նորություն չի, նա շատ վաղուց տիեզերքում կա։ Ինչպես կան օրինակ Բախին վերագրվող երաժշտական ստեղծագործություններ, որոնք միշտ եղել են։ Այսինքն նրանց հեղինակները մենք անուն չենք կարող հիմա տալ, բայց էլի դիցեր են, որը բոլոր ժամանակներում տրվում է մարդկության կարևոր մարդկության համար կարևոր ստեղծագործություն։ Այո, դրանք տիեզերական ստեղծագործություններ են։ Դու մի ուրիշ տեսակ տեղ ես հայտնվում, էլի։ Այն, որ Նարեկացին եւ իր ընտանիքը կարողացել են պահպանել հնագույն որոշ գիտելիքներ, հետևորդն են եղել այլ մի փոքր արժեհամակարգի, քան այդ ժամանակ ընդունված էր, դա ինձ թվում է հանրահայտ փաստ է։ Ինչպես է գրվել դա։ Գրվել է, նախ սկսենք ամեն բառից, մինչև սա չբացահայտենք, նա չենք կարող ասել։ Տարբեր լեզուներում անգամ տարածված ամեն բառը, որ ընդհանրապես աղոթքի վերջում, այսպես ասած, հաստատող բառ է որպես հնչում, ընդունված է այդպես ընկալել, լիքը տարբեր մեկնաբանություններ ունի, ընդամենը դիցի անուն է։ Ով է մեր ամենը։ Մինչև քրիստոնեությունը ամենը եղել է մեր կողմի, իհարկե։ Մարդկանց բոլոր խնդիրների լուծումները կառավարող 475 ենթակա դիցերի ղեկավար, որի գլխավորությամբ մարդիկ, քրմերը, նաև ստացել են իրենց անհրաժեշտ բոլոր հարցերի պատասխանները, խնդիրների լուծումը եւ այլն։ Այսինքն նա կառավարել է այդ ամբողջ գործընթացը։ Այստեղ ներողություն մի փոքր անդրադարձ կատարենք, թե որտեղ է տեղի ունեցել այդ գործընթացը։ Մենք ունեցել ենք նախկինում տաճարներ եւ սրբավայրեր։ Տաճարները դրանք եղել են մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տերերի հետ հանդիպման վայրերը։
որտեղ որ մարդիկ տեր-տիրուհիների թյուրիմացությունը անմիջապես գնում է մյուս տիրոջ հետ մենք կապ չունենք։ Հա, մյուս տիրոջ հետ իդեպ նաև հարցնում են, որ խնդրելուց, աղոթելուց, այս շատ կարևոր է ժողովուրդ ջան։ Մենք չենք դիմում մեր հակառակորդ կողմին, եթե դուք տալիս եք արդեն Արամազդի անունը, այնտեղ չի կարող լինել Քրոնոսը եւ Տիկնանց անունները, մենք գործ չունենք այն երկուսի հետ, մենք միայն դիմում ենք Արամազդին եւ Տիկնանց։ Այսպիսով տաճարները եղել են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր տիրուհիների հետ հանդիպման վայրերը, որտեղ որ մարդիկ ստացել են իրենց խնդիրների, գերխնդիրների պատասխանները, լուծումները, այսինքն ինքը հենց անունը հուշում է այդ մասին՝ տաճար, այսինքն նրանք տվել են ճար, տվողներն են եղել ճար մեր խնդիրների, որոնք ամենախորքային այս մեր պատվիրանների խախտումներից են եկել այդ խնդիրները, այնտեղ լուսաբանելով պատվիրանները, տիեզերական օրենքները, որը որ Արարիչը մեզ տվել է, եւ մենք բոլորս պետք է այդ սահմանում ապրենք եւ արարենք, ստեղծագործենք, չանցնելով մեր սահմանը, այսինքն մեր սահմանը վերջանում է այն կետում, երբ սկսում է հաջորդի սահմանը, մյուսի սահմանը, եւ անգամ մեր բոլոր օրենքները պետք է գրված լինեն այս տիեզերական կանոնների սահմաններում, եթե մենք հիմիկվա մեր օրենքները բոլորը խախտում են այս տիեզերական օրենքների սահմանները, դրա համար է մեր մոտ այսպիսի քաոս է տիրում։ Նրանք այն ժամանակ այդ տաճարներում տվել են ճար մարդկությանը, իսկ սրբավայրերը, տաճարները իդեպ իրենց թվով եղել են 51 թվով եւ մեր երկնային տեր տիրուհիների անուններով են եղել։ Մենք չենք ունեցել հայկական լեռնաշխարհում ոչ Քրոնոսի անունով տաճար, ոչ էլ Աստղիկի անունով տաճար։ Այո։ Իսկ սրբավայրերը հենց այն վայրերն են եղել, նրանք շատ են եղել թվով, որտեղ որ ամենը իր 475 օգնական դիցերի հետ միասին մարդկանց ամենատարբեր խնդիրներին տվել է լուծումներ։ Ամեն դիցը եւս դից է, չէ՞։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Ամենը դից է, ամենը անունն է նրա։ Այդ եմ ասում։ Իդեպ անդրադառնանք դիցերի անուններին նաև, ուրեմն երբ որ այդքան հեշտ ընկալելի չէ, այնպես որ տենց կարող է մի քիչ տենց, հա, ձեր բան։ Դիլետանտ հարցեր տամ, ոչինչ, խնդիր չէ։ Ուրեմն դիցերի անունները տրվում են նրանց մի փոքր ավելի ուշ, այսպեսին է կարգը, երբ Արարիչը արարում է նրանց հոգիները, ամեն մեկին, ամեն հոգուն նա տալիս է իր անունը, հոգու անունը։ Նաև մեր, այո, մենք էլ ունենք մեր հոգու անունը, որը որ ցավոք սրտի մենք չենք իմանում, ուրեմն ինչ է տեղի ունենում, երկնային տեր տիրուհիները իրենց երեխաներին դեռ չեն տալիս իրենց ֆիզիկական մարմնի անունը, այնքան ժամանակ, մինչև որ նա արդեն կլինի որոշակի տարիքի, դա կարող է լինել դեռահաս, փոքր ավելի երիտասարդ տարիք, որտեղ որ այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե նա ինչ գործառույթով է զբաղվելու, որովհետև մենք հասկացանք, որ նրանք նպատակային են ծնվում այդ երեխաները, այսինքն ոչ մեկը հենց այնպես ուղղակի երեխա չի ունենում, դա ինչ որ մի նպատակի համար է։ Եվ արդեն ենթադրելով կարևորագույն անելիքով։ Եվ երբ որ արդեն հստակ է դառնում նրա գործունեության ոլորտը եւ անելիքը, այս ժամանակ նոր նրան տրվում է անուն։ Եվ նա կրում է եւ հոգու անունը, եւ ֆիզիկական մարմնի անունը։ Տվյալ պարագայում մենք ծանոթ ենք մեր դիցերի ֆիզիկական մարմինների անուններին։ Ցավոք սրտի մենք նրանց հոգու անունը չգիտենք։ Այսպես նույնն էլ ամենի պարագայում իրանց իրար երկու անունով են դիմում։ Հա։ Մենք գիտենք նրանցից մեկը միայն։ Այն էլ ոմանց անունն է։ Դուք այդ ռետրոսպեկցիան արեցիք նարեկացու մասին խոսելիս։ Վերադառնանք նարեկացուն։ Որտեղ դա շատ կարևոր է։ Չափազանց ամենը արդեն է տարկիլ բացատրում։ Այո, իսկ ինչու է ամենի անունը
այնքան տարածված, որ դարձել է հա, էլի բոլոր ազգերում բոլոր աղոթքներին կից բառ։ Հենց այդ պարզ պատճառով, որովհետև մարդկանց առաջնահերթ խնդրանքների, կարիքների բավարարման ապահովողը եղել է ինքը իր օգնական դիցերի հետ։ Բնականաբար ամենի մոտ են գնում ամեն անունը ամենատարածվածն է եղել մարդկանց մեջ։ Դե այդքան դիցերի սովորեցրել է, ինչ որ բաներ արել։ Բայց միայն սովորեցնելը չէ։ Ինքը նաև կառավարել է, ներկա է եղել եւ այլն։ Այսինքն ժողովրդի մեջ ամենասիրված դիցերից մեկը եղել է հենց ամենը։ Դրա համար նրա անունը մնացել է որպես Անունը մնացել է, բայց ոչ գործառույթը, ոչ նրա մասին տեղեկություն, ոչինչ չի մնացել եւ երբ որ ինչ որ բան է մարդը խնդրում, անպայման վերջում ասում է ամեն, անկախ ամեն ինչից, որովհետեւ գիտի ապահովողը այդ խնդրանքի ամենն է եղել։ Այսինքն չգիտի, ոչինչ չգիտի։ Դարեդար մեզ է հասել ամենը։ Մենք ինքներս պատկերացրեք աղոթքի ձևը վերականգնել ենք, այն ժամանակ մենք վերջում ասում ենք ամեն, բանից պարզում է ամեն ասել բոլորովին պարտադիր չի։ Բոլորովին, երբ որ դու դիմում ես բացահայտում է։ Երկնային տերտիրուհիներին, էլ ամենի անունը ինչ իմաստ ունի, որովհետև այլ մարդկանց ես դիմում այլ ոլորտի խնդրանքով, այլ կատեգորիայի։ Դե հա, ընդունված նորմից։ Հասանք նորից Նարեկացուն։ Նարեկացին գրել է Մատյան ողբերգության պոեմը հենց ամեն դիցի օգնությամբ։ Այդ որ ասում ենք ճգնել է եւ այլն, այո, նա քարանձավում ընդհանրապես գոյություն ունի, այս էլ ասենք շատ կարեւոր բան, 3 վիճակ մարդկային՝ քնած, արթուն եւ երրորդ վիճակ։ Միջանկյալ։ Այդ միջանկյալ վիճակը ինքը ունի 6 աստիճան, որոնցից մեկը մոտ է քնածին, մյուսը լրիվ սթափ վիճակին։ Բայց գոյություն ունի նրանց միջև այդ այնպիսի մտավոր դրություն, իրավիճակ, երբ նրանք շատ ավելի հեշտ կապ են հաստատում տիեզերքի հետ։ Կապը շատ ավելի մաքուր է, հաստատուն է, կայացած է եւ շատ ավելի իրական։ Եվ ամենը օգնել է Նարեկացուն գրել սա։ Հարց է ծագում, այդ դեպքում ինչպես բացատրել Հիսուս, Քրիստոս, Սուրբ Երրորդություն եւ այլն այդ արտահայտությունների գոյությունը պոեմի մեջ։ Շատ պարզ, որպեսզի պոեմը պահպանվեր եւ գոյություն ունենար, ընդհանրապես գոյություն ունենար, դա պարտադրանք է եղել, որից ինքը հրաժարվել չի կարողացել։ Ինչու՞։ Որովհետեւ ամեն դիցի օգնությամբ է գրել է, բայց ամենը այլևս 1000 տարի էր իր գործառույթով զբաղված չէր, նա երկրի վրա գործ չէր անում այլևս մարդկանց հետ։ Իդեպ այստեղ նշենք, որ քրիստոնեությունից հետո ամենի գործառույթները կասեցվում են, որովհետև քանի որ քանդվում են սրբավայր կան, որ ամենը գնալի կառուցվում են եկեղեցիներ։ Եվ որպեսզի ժողովուրդը չմնա այսպես բացի թողի վիճակում, ամենը իր գործառույթը ժամանակավորապես դադարեցնում է, հիմա այլ գործառույթով է զբաղվում, մինչ որ նորից կվերականգնվեն մեր սրբավայրերը, նրան փոխարինելու է գալիս մեր շատ սիրելի դից աղոթքը։ Որը նույնպես այո դից է, նա դից է։ Եվ սխալ է ասել աղոթում ենք ինչ որ բանի համար։ Հակառակը մենք դիմում ենք, խնդրում ենք աղոթքին, նա է լսում մեր խնդրանքները եւ իր իրավասությունների սահմաններում տալիս լուծում նրանց եւ որոշների դեպքում են խորհրդակցում երկնային տեր տիրուհիների հետ։ Որպեսզի պարզ լինի, որ նույն ուժերն են պարտադրողը եղել Նարեկացուն, եթե նա այդ բառերը չներառեր պոեմի մեջ, ընդհանրապես պոեմը գոյություն չէր ունենա եւ չէր հասնի մեր օրը միանշանակ։ Նրա արժանինքները, նրա կարևոր կողմը պահպանած լինելու համար Նարեկացին համաձայնվել է այդ քայլը կատարել։ Իսկ այն տարբերակում, ինչը որ սկզբնական ամենասկզբում գրվել է, չեն եղել այդ բառերը։ Չի եղել ոչ Հիսուս, ոչ Քրիստոս, ոչ Սուրբ Երրորդություն բառերը։ Որպեսզի պարզ լինի ինչի մասին է խոսքը, մի այլ շատ ակնառու օրինակ բերենք։
Հրաչյա Աճարյանի արմատական բառարանում հայ բառը 3 տեղ մեկնաբանվում է։ Գիտեք ինչպես է մեկնաբանվում։ Աղբ ուժերը միևնույն ուժերն են։ Կոմպրոմիս, որպիսի փրկի ամբողջ բառարանը, նա համաձայնվել է կտանքների ենթարկվելով, գիտենք ինչ ուժերի կողմից, դա պետանվտանգության կոմիտեն էր, որպիսի փրկվի բառարանը ամբողջությամբ, նա համաձայնվել է այդ քայլին։ Անկեղծ ասած, երբ առաջին անգամ ես իմացա, ուշքի չէի գալիս։ Ես գտնում եի, որ դա արդարացում չունի, ընդհանրապես, ուզում է իրեն քառատեին, ինքը չպիտի գնար դրան։ Բայց հիմա հասկանում եմ, այսօրվա համար էր գուցե դա արվել, որպեսզի մենք իրենով նաև նարեկացուն կարողանանք մեկնաբանել, հասկանալ, որտեղից հայտնվեց այդ ամենը նարեկում։ Եվ իդեպ նարեկացին էլ է ենթարկվել հեռախոսից մեջ այդ հատվածը բառարանից, եթե կասկածում եք։ Եվ նարեկացին նույնպես այդ նույն կտանքներին է արժանացել, նրան է թունավորվել է նարեկացին իր մահով չմնացել, դա ստույգ պարզել ենք։ Այս դեպքում հարց է առաջանում, եթե նա իրոք Հիսուս Քրիստոսի մասին էր գրում, Սուրբ Երրորդության մասին էր գրում, ինչի էին հալածում նրան։ Եվ այսպիսի հարցեր շատ կան։ Ում մասին է սկզբանը գրել։ Նարեկացու։ Որպես չէ, նարեկացին Քրիստոսի Արարչին։ Վիդեոն դիտելիս պատվիրեք սիրված ուտեստները Yandex Go-ում։ Առաջին պատվերի համար 2900 դրամ զեղչ է Life Armenia պրոմոկոդով։ Ինչ եք խոսում։ Իհարկե դա Արարչի տիրուհիների վերաբերյալ այնտեղ գլուխներ կան, որ անունը այլ բան է։ Այսինքն լրիվ հարմարեցված է քրիստոնեական տրամաբանությանը։ Սովորական գրքի մասին չենք խոսում, էլի, մենք քրիստոնեությունից 1000 տարի անց մեր 2000-ամյա պատմության առնվազն մեզ հասանելի ամենամեծ տիեզերական թռիչքի եւ ամենահավատական դա իսկապես մի շատ կարեւոր բան նշեմ, ես այս պահին հիշեցի, ուրեմն հարցումներին թե այսօրվա գիրքը նարեկը հա օգտակարություն ունի թե ոչ, իրենք պատասխանում են, որ այն ինչ որ հիմի վաճառվում է խանութներում, դա դիտվում է որպես ուղղակի գեղարվեստական գրականություն, որովհետև բազում փոփոխություն, հա, մի քանի եւ կան տասնյակ վերախմբագրումներ կան, այո, վերախմբագրումներ կան, իսկ եթե մենք կարողանանք ճիշտ բնօրինակից օգտվել, թեկուզ պատճենահանման տարբերակով ինքը ունի այդ նույն զորությունը, այո, մի այլ ձևի։ Այդ զորությունները, այո, պահպանված են այդ գրքի մեջ։ Եթե սրտանց ու հոգով էլ կարդում ես, դա ասում եմ ուրիշ աշխարհ։ Այո, պարզապես այնտեղ կան բառեր կոնկրետ, չէ՞, ասենք արտասանություններ, որոնք պետք է ասվեն, իսկ եթե դրանք փոփոխված են, բնականաբար ազդեցությունը կորում է։ Եվ մի շատ կարևոր բան, Լիլիթ ջան, մենք ասեցինք համազգային աղոթքի մասին եւ տեքստը չասեցինք, աղոթքի տեքստը։ Իդեպ եկանք հասանք աղոթք դիցին ու աղոթքի մասին, հետաքրքիր է։ Ուրեմն դե տենց լներ։ Ես հիմա դանդաղ կկարդամ աղոթքի, այսինքն խնդրանքի այն տեքստը, որ բոլոր մեր համախոհները երեքշաբթի առավոտյան ժամը 8-ին Երևանի ժամանակով մեզ կմիանան, ովքեր հասկանում են սրա նշանակությունը։ Կարող են գրի առնել յուրաքանչյուրն իր խնդրանքով։ Ոչ, համազգային կոնկրետ, համազգային, հա, մենք համաձայնեցրել ենք իրենց այդ տեքստը։ Հասկացա։ Ովքեր կմիանան։ Հիմա տեքստը ուշադրություն ընտրում եմ։ Չնայած կարող եմ եւ մի քանի անպայման տեքստը գրի եք առնում եւ կարող եք կարդալ։ Մենք հարցրել ենք, հնարավոր է կարդալ, այո, հնարավոր է կարդալ տեքստը, գրի եք առնում ձեր մոտ։ Տեսանյութից գրի առնել եւ կարդալ։ Եվ կարդալ։ Ինչպես արդեն նշել ենք խնդրանքի ժամանակ, նախապես կրկնակի խաչակնքում եւ 8 անգամ դիմում ենք մեր բոլոր տեր տիրուհիներին։ Արևելք կանգնելով։ Դեմքով դեպի արևելք կանգնած։ 4 մատով ճկույթը ազատ։ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդ, Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ, Անաիդա, Այստեմիկե, Աթինաս Պալազ,
ապրոտիդե այսեմիկե, այսքանը 8 անգամ կրկնում ենք եւ անցնում բուն խնդրանքին։ Շնորհակալ ենք այն աջակցության համար, որ տրվում է մեզնից յուրաքանչյուրին եւ մեր հայրենիքին։ Խնդրում ենք ներողամիտ լինել մինչ այժմ մեր կատարած սխալների ու մեղքերի համար։ Խնդրում ենք աջակից եղեք մեր սահմանները պաշտպանող զինվորներին եւ օգնեք նրանց լինել միաբան, կարգապահ ու համարձակ իրենց սուրբ պարտականությունները կատարելիս։ Առողջություն եւ պաշտպանություն ենք խնդրում ձեզ դիմող յուրաքանչյուր հայի համար։ Խնդրում ենք ձեր ֆիզիկական, նյութական, ֆինանսական, հոգեկան աջակցությունը Հայաստանի հզորացման համար աշխատող յուրաքանչյուր հայորդու համար։ Խնդրում ենք խափանեք ներքին եւ արտաքին թշնամիների դավադիր ծրագրերը եւ օգնեք ազգին հայոց վերադառնալու իր նախկին միակ ճիշտ հավատամքին միաբանված ու հզորացած եւ նորից կրկնակի խաչակնքում։ Ամեն վերջում պետք է ասել։ Ոչ, ամենը գիտենք արդեն ով է։ Եվ կուզեի ավելացնել, որ այս տեքստը ամբողջությամբ կրկնում ենք 2 անգամ։ Այո։ Եվ այն մարդիկ, ովքեր որ չեն հասցնի մինչ այդ դիտել հաղորդումը, հետո են նայելու, 5 շաբթի օրը ժամը 8-ին առավոտյան այս նույն գործընթացը կատարում են։ Նրանց կարող են միանալ նաև այն մարդիկ, ովքեր որ 3 շաբթի օրը մեզ հետ միասին ժամը 8-ին առավոտյան խնդրանքով կդիմեն մեր երկնային Տեր Տիրուհիներին։ Մենք 2 օրն էլ դիմելու ենք։ 2 անգամ, երկուական անգամ։ Նշենք, որ սա համազգային փաստորեն բնույթ է իր մեջ կրում եւ պետության բարգավաճման շենացման։ Այո։ Այո, որ յուրաքանչյուրը իր խնդրանքով Անձնականի համար ամեն մեկը կարող են իրենք Այս տեքստով այն հազարավորեն մեծ բանակը, որը միանալու է, որ ճիշտ եմ ասում, խնդրանք նվիրվելու է բացառապես հայ ազգի հզորացմանը, Հայաստանի առավել ամուր այս հարաբերող աշխարհում կանգնմանը եւ մենք ճշտել ենք, վստահ ենք, որ երկնային Տեր Տիրուհիները անպայման ընդառաջ են գալու մեր խնդրանքին։ Դե բայց ասողները կարևոր էլի ո՞ս։ Բա ոնց։ Աղոթք դիցի վերաբերյալ մի բան էլ ավելացնեմ։ Դիցի մասին ասցիք ու չմանրացա։ Աղոթքը, որ եկավ փոխարինելու ամենին, քանի որ այլևս չկային ոչ քրմեր, ոչ սրբավայրեր, այնուամենայնիվ 130 տարի քրիստոնեության ընդունումից հետո հանդիպել է այն սակավաթիվ քրմական դասի մնացորդներին ներողություն արտահայտությանս, ովքեր ինչ որ գիտելիքներ դեռ պահպանել էին։ 130 տարուց հետո նա լքել է այլևս մեզ եւ հիմա պարզապես ընդունում, լսում եւ ֆիլտրելով ընդառաջում կամ մերժում է մեր խնդրանքները։ Ասեմ, որ մերժվում են առաջնահերթ այն խնդրանքները, որոնք պայմանավորված են մարդկային թուլություններով։ Այնպես որ չենք զարմանում, երբ որ ասում են, խնդրում են, ասում են ինձ հրի բազմոցից վեր կենամ էլի, ասենց։ Չէ, դե լավ, դե ամոթ հայր։ Չէ, եթե մենք դիմում ենք իրենց ինչ որ մի խնդրանքով, մենք պետք է փորձենք ինքներս ինչ որ մի բան անել մեր համար, ուղղվել, եթե անգամ նու ներելու մասին էլ եթե խոսք կա, եթե մենք չենք փոխվում, մենք չենք ուղղվում, մենք քայլ չենք անում, իրենք 100% մեր փոխարեն չեն անելու։ Իսկ եթե մենք կանենք քայլ, կանենք մեկը, նրանք մեր փոխարեն մեզ կօգնեն, կհրեն առաջ, կանեն մի քանիսը։ Այսօր իսկապես ապշելու, նույնիսկ ճիշտ ասացիք, ցնցող բացահայտումները ըստ էության մենք բարձեցինք ովքեր են այլ մոլորակայիններ։ Մասան։ Մենք շատ կարևոր դիցերի մասին չհասցրեցինք այսօր խոսել, հաջորդին անպայման պետք է խոսենք հալդի եւ խալդի մասին, պետք է խոսենք ապրեսի մասին, երազի եւ երասի մասին։ Աստվածա, մենք իրեն գիտենք։ Մենք շատ քիչ բան մենակ խալդին գիտեք, բա հալդը, կամ մենակ հալդին գիտեք, բա խալդը, նրանք եղբայրներ են։ Ոչ։
Ես ինչքան ճանաչված բան գիտենք, դες բոլորը դիցեն չեմ հասկանում։ Իհարկե, Ես ավելացնեմ ավելին։ Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում հայտնի, այսպես ասած, հովանավոր կամ շարքային աստվածները դիցեր են, որոնք միակ գոյություն ունեցող համակարգի անդամներն են։ Այլ համակարգ տիեզերքում բացի մեզնից եւ իրենցից գոյություն չունի, այլ քաղաքակրթություն գոյություն չունի։ Մենք մեկս մյուսի սկիզբն ու շարունակությունն ենք։ Եվ մի ավելացում անեմ այստեղ շարունակություն, մեր բոլոր երկրները, բոլոր քաղաքները, բոլոր գետերն ու լճերը, բոլոր լեռներն ու սարերը, բոլորը նրանց անուններով են։ Մենք ունենք Արարատ գից, մենք ունենք Արագած գից, մենք ունենք Երևան, ունենք Արաքս, ունենք Երաս, որը երասխն է։ Եվ այսպես շատ բացահայտումներ ունենք։ Էս եղավ բացահայտում, այդ բացահայտումների շարքը պետք է ամբողջը։ Դե տեսնում եք։ Հա, դե ներողություն, եթե միլիոնից ավել դուք թիվ հնչեցրեցիք, այստեղ արդեն շատ-շատերի անունները մենք չենք էլ լսել։ Ժորդ պատկերացնում եք, չէ՞, ինչքան երկար հաղորդումների շարք անհրաժեշտ, որցի մենք որը կամ բացահայտենք։ կլինի կամ չի լինի։ Այս իսկ եթե ուզում եք լինի, խնդրեմ, ինչ պետք է անեն, հարգելի գոհար։ Այն մարդիկ, ովքեր կիսում են ձեզ հետ այն արժեքներն ու գաղափարները, որոնց մասին նշում եք։ Հաղորդման մեկնաբանության ներքևում կա հաշվեհամար եւ կա հեռախոսահամար։ Հաղորդման նկարագրության բաժնում, անմիջապես հաղորդման տակ։ Ես դուք կարող եք այնտեղ տեսնել, հաշվեհամարներ կա, անձնական էջերի տվյալներ կա, արդեն նշենք, որ աջակցության փոքրիկ չափաբաժին, բայց մարդիկ ստացել են որի համար անչափ շնորհակալ ենք։ Շնորհակալություն այն հայորդիներին, ովքեր ընտանիքները թողած դրսում հանապազորյա հաց վաստակելով իրենց լուման են ներդրել այս հաղորդաշարը։ Որը որ շատ թանկ էր։ Ամենաթանկ ներդրումը։ Իհարկե նաև բոլորին։ Հաղորդաշարը, եթե ուզում եք շարունակական լինի, ապա նշեցինք ձեր օգնության ձևն ու մեխանիզմը ինչպես կարող եք անել։ Իսկ այսօր շնորհակալություն ձեզ այս հետաքրքիր իսկապես բացահայտման համար։ Փոքրուց մտածել եմ, ովքեր են այդ այլմոլորակայինները։ Մի բան ավելացնեմ, շատ ներողություն, այո, քանի որ այլմոլոր որովհետև գիտեմ այս հարցը լինելու է, բա այդ ովքեր են, այդ մեծ գլխով են, մեծ աչքերով, մոխրագույն եւ այլն, դրանք նրանց ռոբոտներն են, մեր դիցերի պատրաստած ռոբոտները, որոնք իրենց օգնում են ամենատարբեր միջավայրերում։ Իսկ դա զարգացած են այնտեղ, այսինքն sense կենցաղ։ Նույնիսկ մենք ուրիշ բան ավելացնեմ, օդի հետ շփվելով այդ նյութը, մատերիալը անմիջապես լուծվում է եւ նույնիսկ չեն կարողանում եւ հետազոտություն անել, թե այս ինչից է պատրաստված այս ամենը։ Իհարկե նրանք են այդ գիտությունների կրող։ Ես գիտեմ այդ հարցը լինելու է դրա համար։ Չիմանամ թե այլմոլորակայինները նրանք են։ Նրանք չեն, նրանք շատ գեղեցիկ են։ Շատ գեղեցիկ։ Բայց իրենց իրական արտաքինով չեն ներկայանում, պատճառն էլ նշենք։ Նրանք մեր ագրեսիայից զգուշանում են։ Դա փաստ է, դա իրականություն։ Բայց ինչու ձեզ չեն եկել գոհարն հանդիպել միայն։ Դա միայն իրենք կարող են իմանալ։ Ես չեմ շտապում։ Շնորհակալություն ձեզ։ Ես հիշեցնեմ, որ սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, մեզ հյուրընկալվել էին տիեզերքի հարցերով լուծաբաններ Գոհար Գրիգորյանն ու Լիլիթ Մարգարյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ ուշադրության համար։ Զինվեք համբերությամբ, վստահ եմ, որ մենք շարունակելու ենք մեր հաղորդումների շարքը, նաև ձեր օգնության շնորհիվ։